նույն կառուցապատողից ստացանք ծանուցում, որ արդեն դիմել է, այդ դիմումի, չգիտեմ, նկար, վրենկնիկ դրած դրվեց այդ սոցիալական ցանցում եւ ասեց այլևս կարող եք գալ, ով որ բնակվում է դիմել եւ ըստ առաջնահերթության մենք ձեր այդ գազի խնդիրները, չգիտեմ, ներտնային գազամատակարարման խնդիրները կլուծենք։ Դրա համար դրանից անցել է հոկտեմբերից, չգիտեմ, արդեն դուք հաշվեք քանի ամիս եւ ամեն ամիսը մեկ մենք լսում ենք, որ 1.5 ամսվա ընթացքում գոնե, չգիտեմ, ժամկետը փոխվի։ Հունվարի 31։ Ահա, հա։ Հետո հունվարի 31 այս հարցը պիտի լուծվի, բայց մինչև հիմա դուք գիտեք ինչ վիճակում է։ Էլի ասեմ, էլի ինձ տպավորությունը ոնց որ առաջի անգամ մենք հանդիպում ես հարցով, էլի, որը բացարձակապես հեռու է իրականությունից, մենք դրան էլ ենք բարձաբանում տվել։ Ես նորից ասեցի մի փոքր առաջ, պայմանավորվածություն կար, որ ներտնային մոնտաժը զուգահեռ սկսել, բայց ցավոք սրտի ինքը այնքան մեծ եւ հնչեղ բան էր, որ Գազպրոմը ինչ որ մի պահ հետ կանգնեց այդ բանից, ասեց չէ, եկեք հիմնական սնուցման խնդիրը լուծենք, թղթապանությամբ անցնենք դրան, որին մենք արդեն հասել ենք։ Հիմա, քանի որ ես ժամկետներ հնչեցրեցի եւ արդեն ոչ թե ինչ որ գրագրություն, ինչ որ նախնական, այլ հիմնական գազասպառման համակարգի միացման, իրանց պահանջով, ոչ թե մեր պատկերացմամբ, խնդիրը տեղ է եղել։ Մենք պատկերացրել ենք, որ մեր 5 գործող տեղ պայմանով մենք աշխատանքները ավարտին հասցնելու ենք։ Ցավոք սրտի, տենց չստացվեց։ Իրանց նոր պահանջով, նոր կարգից բխող դիմումը ներկայացվել է, այնց ոնց որ Գազպրոմը պահանջում է եւ դրա շրջանակներում արդեն մենք աշխատանքները վերջիններիս հետ իրականացնում ենք։ Կարճ ժամանակ հետո դուք արդեն գործնականում մեր շահառուները տեսնելու են դա։ Անկամ այսօր էլի եմ ասում, կարա 2 հոգի մարդ մնա, գա ներկա լինի նույն Գազպրոմի այցելություններին, տեխնիկական եւ այլն, բայց այնտեղ խառնվելու խնդիր չկա, որովհետեւ աշխատանքները արդեն սահուն գնում են առաջ, այնտեղ որևէ բան չկա։ Մենք ոչ թե ինչ որ գալու են ծանոթանալու, դա մենք միջև դիմումն ենք արդեն արել վերջիններիս հետ, շատ շահառուներ տեսել են Գազպրոմի այցելությունները, որ եկել են նախապես ուսումնասիրելու, հիմա արդեն գործնական ընթացքի մեջ է։ Կարճ ժամանակում առարկայական քայլերը երևալու են եւ բաց է լինելու, բոլորն է կտեսնեն դա։ Եթե թույլ տաք, պարոն Միրզոյան, ձեզ պիտի խնդրենք մեր բնակիչներից 2 կամ 3 հոգի մասնակից դարձնեք գազասպառման այդ համակարգի աշխատանքների իրականացման process-ին։ Դա ինչ կտա։ Դա կաշխատի մոնիթորինգի մեխանիզմը, որը որ դուք երաշխավորել եք քաղաքաշինության կոմիտեում, եւ բնակիչը ինքը ներգրավված կլինի այդ process-ներում։ Նման ներգրավվածություն ինչի նկատում եք։ Դուք առաջարկեցի կարող են գալ մասնակցել։ Ես չասի մասնակցեն, տեսնեն, որ այդ այցելությունը կա եւ այլն եւ այլն։ Վաղը եւս էլի այլ process կլինի։ Մեր բնակիչներից ով պատրաստ կլինի, ով հասկանում է, ով ժամանակ կունենա, կան ներգրավված լինի, որ կոմունիկացիոն նմանատիպ կոլապս չառաջանա։ Տեսեք, մի հատ նորից ասեմ, այդ աշխատանքները ի ուրախություն բոլորիս չի իրականացվելու, ասենք Շիրակի մարզում կամ Սյունիքի, մեր թաղամասում է իրականացվելու։ Իրականացվելու է ինչ։ Շիրակի դեմ ինչ ունեք։ Ընդհակառակը շատ եմ սիրում Շիրակը։ Ի նկատի ունեմ, որ հերու չի իրականացվելու աստե, դրանք բաց տեսանելի աշխատանքներ են։ Դուք ես թաղամասում ապրում եք կամ գնում գալիս եք, այդ աշխատանքները, այսինքն ոնց պետք է թաքցնենք, sense փագենք, այնտեղ աշխատանք անեն, գնալու եք, գալու եք, նայելու եք, տեսնելու եք, sense տենից։ Անգամ այցեղել է, բայց մեր բնակիչներից որևէ մեկը այդ այցը չի տեսել։ 200 բնակիչ կարող եմ ասեմ, որ տեսել է, բայց մի որ ասենք 20 հոգի չի տեսել դա։ Մենք այդ այցելությունը չի եղել նրա համար, որ շահառուն տեսնի, ասում եմ, այդ այցելությունները եղել է իմ ուղեկցությամբ Գազպրոմի 5 խմբի հետ, լիքը շահառուներ են իջել, հարցրել, տեսել, հետո հարցուփորձ արել, ինչ է, ինչ փուլում ենք եւ այլն։ Մի դուք էլ չեք տեսել, ես չենք արել նրա համար։ Դուք ասում եք աշխատանք կա, բնակիչներից գալի հո զանգված ասում է չկա։ Հիմա առաջարկում ենք, եթե աշխատանք կա, աշխատանք արվում է, եթե չեմ կասկածում, չէ, մենք մի թաքցնելու բան չկա։ Մի հատ սենց բան էլ, եթե աշխատանք կա, Քաղշինի պատասխաններին ինչի չի, գրություններին ինչի չի պատասխանվում։ Բոլոր Քաղշինի գրություններին շատ ժամկետում պատասխանել ենք։ Գրություն հունվարի 30-ին, չէ, ուղված վարչապետին ենք ուղղել, վերահասցեագրվել է Քաղշին եւ եկել է, որ օր դեվելոպմենտը մեզ պատասխանել է միայն հունվարի 29-ին։ Իսկ մինչ այդ մոնիթորինգի խումբ ստեղծվեր եւ 10 օրյա, ճիշտ եմ ասում, այդ ժամանակահատվածը, մեկ շաբաթյա ժամանակահատվածով մեզ տեղեկացվեր ընդհանուր աշխատանքի ընթացքի մասին։ Բնականաբար եղել այն ժամանակ, երբ որ արդեն բան է եղել ասելու։ Եթե մենք դրան նախորդող 2 շաբաթվա ընթացքում պետքա գրենք, որ հələ չունենք նորություն, հեսա հենց լինի կասենք,
դա որևէ առարկայական բան չէր տալու։ Այս փուլից սկսած, քանի որ արդեն գործնական փուլ ենք մտել, տեղեկացրել ենք դրա մասին Քաղշինին եւ պայմանավորված ժամկետներում մենք բարբերաբար տեղեկատվություն կտրամադրենք արդեն։ Իսկ քանի որ նման բաներ հոկտեմբերից լսում ենք, մենք ինչ երաշխավորություն կարանք ունենանք, որ 1.5 ամսվա ընթացքում դա լինելու է։ Հաստատի կտեսնեք դա բարբերաբար նաեւ աշխատանքների պրոգրեսի ձեր համար նաեւ տեսանելի մակարդակում եւ նաեւ փաստաթղթերի, որոնք բարբերաբար կտրամադրենք։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։